Բարև ձեզ սիրելի բարեկամներ, մենք շարունակում ենք մեր զրույցները հոգևոր ընտրության մասին։ Մարդկային բնույթն այնպիսին է, որ մենք չենք կարող չհետաքրքրվել, թե ինչ է տեղի ունենալու աշխարհի հետ։ Արդյոք այս աշխարհը այն, ինչ որ մեզ հիմա շրջապատում է, պահպանվելու է, թե քանդվելու է, կործանվելու է։ Եվ եթե կործանվի, ինչ է դրա տեղը առաջանալու։ Եվ ամենակարևորը, երբ է դա տեղի ունենալու։ Ինչ է դրա մասին ասում Սուրբ Գիրքը։ Քաղաքական գործիչները, գաղափարախոսները սիրում են խոսել պայծառ ապագայի մասին։ Վատ ժամանակները կվերջանան, հորի բարքերը կվերանան, կամ արդեն իսկ վերացել են, եւ դրա տեղը կբուսնի ինչ-որ դրախտային աշխարհ, որտեղ բոլորը գոհ ու երջանիկ են։ Կրոնական եզրաբանությամբ դա կոչվում է վախճանաբանություն, էսխատոլոգիա։ Նման սյուժեներ կան արդեն հին կտակարանում եւ ամենահայտնին իհարկե համաշխարհային ջրհեղեղի մասին է։ Եվ հիշեցնեմ, որ նմանատիպ պատմություններ մենք հանդիպում ենք նաև շատ ավելի հին աղբյուրներում, օրինակ Գիլգամեշի մասին բաբելոնյան էպոսում։ Վախճանաբանության մասին խոսակցություններում բնականաբար հարց է առաջանում ժամկետների վերաբերյալ։ Այդպես մոտ 15 տարի առաջ փոփ մշակույթում տարածված առասպել կար, ըստ որի մայա ցեղի ինչ-որ օրացույցերի համաձայն աշխարհի վերջը պետք է տեղի ունենա, պետք է կատարվի 2012 թվականի դեկտեմբերի 21-ին։ Բայց մարդկության մեծամասնությունը նման հեքիաթներին հուսով եմ չի հավատում։ Ավետարանում ժամկետների մասին հարց են տալիս Հիսուսի աշակերտները։ Այդ երբ կլինի, կամ քո, այսինքն Հիսուսի գալստյան եւ այս աշխարհի վախճանի նշանը ինչ կլինի։ Նշանների մասին Հիսուս բավականին մանրամասն պատասխան է տալիս, դրան մենք հիմա կանդրադառնանք։ Իսկ ժամկետների մասին հետևյալն է ասում. այդ օրվա եւ ժամվա մասին ոչ ոք չգիտի, ոչ երկնքի հրեշտակները, ոչ էլ որդին, այլ միայն Հայրը։ Գրեթե նույն երկխոսությունը կա Գործք առաքելոց գրքում։ Այստեղ աշակերտները հարց են տալիս Հիսուսին համբարձվելուց առաջ, այսինքն մի դեպքում խոսակցությունը տեղի է ունենում, երբ ամեն ինչ դեռ սկսվում է, երբ կա կանխազգացումը, որ շուտով տեղի են ունենալու ողբերգական իրադարձություններ։ Իսկ երկրորդ նման զրույցը այն ժամանակ է, երբ Հիսուսն իր մարդկային կերպարանքով լքում է մարդկանց։ Եվ այստեղ նույնպես նա ասում է. ձեզ տրված չէ իմանալ այդ ժամերն ու ժամկետները, որ Հայրը հաստատեց իր իշխանության մեջ։ Եթե հիշում եք, Քրիստոս հոր հեղինակությունը բերում է նաև այն ժամանակ, երբ նրա աշակերտները վիճում են, թե ով պետք է նստի իր աջ եւ ձախ կողմերում, այսինքն ովքեր կլինեն նրա ամենամտերիմ օգնականները, տեղակալները։ Եվ այս վեճի ժամանակ Քրիստոս ասում է, որ դա իր հոր լուծելիք հարցն է։ Ինչպես այս դեպքում, այդպես էլ հիմա, երբ խոսքը ժամկետների մասին է, խնդիրը կարծում եմ ոչ թե այն է, որ որդին ինչ-որ բան չգիտի կամ չի կարող որոշել, այլ այն, որ ժամկետների հարցը ինքնին կարևոր չէ, ռելևանտ չէ։ Իսկ ինչն է կարևորը։ Կարևորն անշուշտ Տիրոջ գալստյան նշաններն են։ Այդ հարցը նա պարզաբանում է թզենու օրինակով։ Երբ ոսները կակղեն եւ տերևը ցեցվի, կիմանաք, որ ամառ է գալիս։ Պետք է ասել, որ այն նշանները, որոնց մասին խոսում է Հիսուս, միանգամայն կիրառելի են բոլոր ժամանակների, նաև այսօրվա համար։ Կարևոր է, թե ինչից է առաջին անգամ այդ հարցը ծագում։ Հիսուս ասում է իր աշակերտներին. տեսնում եք տաճարը, նկատի ունի բնականաբար Երուսաղեմի տաճարը, որը եղել է եւ հիմա էլ մնում է հրյաների հոգևոր կյանքի առանցքը։ Ճշմարիտ եմ ասում, շարունակում է Տերը, այդ տաճարից քարը քարին չի մնա, կքանդվի։ Զուտ ֆիզիկական տեսակետից դա պատմական մարգարեություն էր, որովհետև 70 թվականին, այսինքն մոտ 40 տարի անց այդ խոսակցությունից, հռոմեացիները իսկապես քանդեցին տաճարը։ Իսկ խորհրդանշական իմաստով տաճարի ոչնչացումը ազդանշում է աշխարհի քայքայման սկիզբը։ Ինչպես են առաքյալները, ինչպես ենք մենք զգալու, որ մոտենում է մարդու որդու գալուստը։ Հիսուս ասում է, որ մինչ այդ կլինեն պատերազմներ, համաճարակներ, սով, երկրաշարժեր։ Բայց դա հենց այն է, ինչ միշտ է տեղի ունենում։ Տեղի է ունենում 21 դար շարունակ եւ կատարվում է հենց այսօր մեր աչքի առաջ։
Տերը նաև զգուշացնում է, որ դուք քրիստոնյաներդ իմ անվան պատճառով պետք է նեղություն կրեք, ատելի լինեք։ Դա էլ է պատահել եւ պատահում է այսօր։ Ընդհանրապես մարդիկ իրար ատելու են եւ մատնելու։ Նույնպես տեսնում ենք ամեն քայլափոխի։ Կլինեն սուտ մարգարեներ, սուտ Քրիստոսներ, որոնք կփորձեն մեզ խաբել։ Այս զգուշացումը դարձյալ միանգամայն տեղին է։ Բայց ամբողջ մարգարեության պաթոսը կարծում եմ այն է, որ Քրիստոսի գալուստը լինելու է հանկարծակի։ Ինչպես կայծակը, որը ելնում է արևելքով եւ երևում է մինչեւ արևմուտք։ Եվ մյուս կողմից լինելու է ակնհայտ եւ ոչ մեկի համար ոչ մի կասկած չի առաջացնի։ Այստեղ Հիսուս բավականին բազմանշանակ փոխաբերություն է օգտագործում, ուր դիակն է ասում է, այնտեղ կհավաքվեն արծիվները կամ հունական բնագրում անգղները։ Ուղիղ իմաստը պարզ է, ցանկացած դիակի վրա կարող են անգղներ հավաքվել, բայց կարող է լինել նաև փոխաբերական իմաստ, հաշվի առնելով, որ հռոմեական դրոշների վրա արծիվ էր նկարած։ Այդ դեպքում դիակը կործանված Երուսաղեմն է, կործանված տաճարը, որի մասին մենք քիչ առաջ խոսում էինք։ Բոլոր դեպքերում ուղերձն այն է, որ պետք չէ ինչ-որ գաղտնի նշաններ փնտրել։ Երբ դա լինի, բոլորի համար ամեն ինչ պարզ կդառնա։ Այդ առիթով Հիսուս անդրադառնում է արդեն հիշատակված համաշխարհային ջրհեղեղին։ Այն ժամանակ էլ մարդիկ իրենց սովորական կյանքով էին ապրում, ուտում խմում էին, ամուսնանում էին, մինչև այն օրը, երբ Նոյը տապան մտավ։ Արդյոք մենք էլ պետք է այդպես անհոգ ապրենք։ Կարծում եմ ոչ։ Մենք պետք է զգոն լինենք, արթուն լինենք, ապրենք հաշվի առնելով, որ վերջին ճշմարտության պահը կարող է ցանկացած ժամանակ գալ։ Հիսուս դարձյալ օգտագործում է Տիրոջ եւ ծառայի փոխաբերությունը, որը մենք հանդիպել ենք Ավետարանի այլ դրվագներում։ Եթե չար ծառան կարծում է Տերը ուշանում է եւ ես ինչ ուզեմ կանեմ, կծեծեմ իմ ծառայակիցներին, հարբեցողությամբ կզբաղվեմ, այդ ժամանակ Տերը անսպասելիորեն գալու է եւ պատժելու է նման ծառային։ Իսկ հավատարիմ եւ իմաստուն ծառան կմտածի իր մերձավորների մասին, ժամանակին նրանց կերակուր կտա։ Հիսուս երանի է տալիս այդպիսի ծառային, որի լավ գործերը Տերը կտեսնի։ Այդպիսով Տերը մեզ չի բացատրում, թե երբ է նա վերադառնալու։ Ավելին, այդ հարցը որևէ նշանակություն չունի, դա կարող է տեղի ունենալ վաղը կամ միլիոն տարուց։ Բայց նա մեզ բացատրում է, թե ինչպես պետք է դրան պատրաստվել, հաշվի առնելով, որ անխուսափելի դատաստանը միևնույն է գալու է։ Իհարկե կան մարդիկ, որոնք կարծում են, որ կարող են այդ դատաստանից խուսափել։ Ընտրությունը մերն է։